Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինան Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1411-րդ օրն է, 26 թվականի հունվարի 4-ի առավոտյան բազում երկրների առաջնորդներ ողջ աշխարհին ներկայացան նոր կերպարներով։ Թրամփը խաղաղարարի գծից անցնում է նվաճողի գծին, ավելի ճիշտ Վենեսուելայի նվաճողի եւ համաշխարհային նավթի տիրակալի կերպարին։ Չինաստանի առաջնորդը մտահոգ ու զգուշավոր տեսք ունի, որպիսի ցույց չտա իր խորամանկեությունը, փորձում է իրեն շատ զուսպ պահել։ Իրեն աշխարհի երբեմնի բևեռներից մեկի առաջնորդ անվանող դիկտատոր Պուտինը դողում է իր բունկերում Մադուրոյի ձերբակալության ֆոնին։ Ռուսական արտգործնախարարությունը մեկը մյուսի ետևից անհեթեթ հայտարարություններ է տարածում, դեռ փորձում են ինչ-որ բան իրենցից ձևացնել, բայց բացի ծիծաղելի կերպարից ուրիշ ոչ մի բան չեն հիշեցնում։ Իսկ Ուկրաինայի նախագահը Ֆլորիդայում հաջողված բանակցությունների եւ Ռուսաստանի ուղղությամբ նոր տարվա օրերին արդեն շուրջօրյա հարվածների ֆոնին աշխարհին ներկայացավ որպես ձևավորվող տարածաշրջանային տերության առաջնորդ։ Վերջնական կերպարի համար դեռ պակասում է Ուկրաինայի տարածքների եւ մարդկանց ամբողջական ազատագրումը, բայց այս պահին ամեն ինչ խոստումնալից է եւ մեզ համար չափազանց ոգևորիչ։ Մեզ հետաքրքրող երկրների շարքում իհարկե սպասում ենք դեռ մեր սիրելի հայրենիքի Հայաստանի հնարավոր մեսիջներին, այսօր այդ թեմային կանդրադառնամ։ Ռուսաստանում հավանական են համարել Պուտինի առևանգումը եւ վախենում են Ուկրաինայի մոտ Վենեսուելայի ռուսական զենքի հայտնվելուց։ Վենեսուելայում ԱՄՆ զինված ուժերի գործողությունը, որի շրջանակներում ձերբակալվել եւ երկրից դուրս է բերվել վենեսուելական վարչակարգի ղեկավար Նիկոլաս Մադուրոն, մեծ իրարանցում է առաջացրել ռուսական Z ռազմական թղթակիցների շրջանում հատկապես, չէ որ կարող են նաեւ Պուտինին առևանգել, գրում են ռուս բլոգերները, համաձայնելով, որ ամերիկյան կողմի գործողությունը իրականացվել է գրագետ եւ շատ արագ։ Իրենց հերթին այլ ռազմական թղթակիցներ անհանգստացած են Վենեսուելայի բանակի սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության զենքի ճակատագրով։ Նրանք հնարավոր են համարում, որ այդ զենքը կարող է փոխանցվել Ուկրաինային Թրամփի լրակյաց համաձայնությամբ։ Քարոզիչները հիշեցնում են, որ հենց Թրամփն էր առաջինը, ով սկսեց Կիևին ամերիկյան մահաբեր զենք մատակարարել, թե ասա անմահաբեր զենքս որն է։ Բացի այդ, նրանք խորհուրդ են տվել Կրեմլին չսպասել Մադուրոյի վարչակարգին տրված վարկերի վերադարձին։ Միևնույն ժամանակ կալաբորանտ Ալեքսարյովը հստակեցնում է, որ 2005-ից 2008 թվականներին Վենեսուելան Ռուսաստանից գնել է 4 միլիարդ դոլարի զենք, խոսքը Սու-30 կործանիչների, հարվածային եւ տրանսպորտային ուղղաթիռների, շարժական զենիթ-հրթիռային համալիրների եւ հրաձիգային զենքի մասին է։ Իսկ 2009 թվականին Մոսկվան Կարակասին տրամադրել է 2.2 միլիարդ դոլարի վարկ, որի շրջանակներում վենեսուելական կողմը պատվիրել է ինքնագնաց հրետանային կայանքներ, համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, հետևակի մարտական մեքենաներ, բուկ զենիթահրթիռային համալիրներ, S-300-ի մի քանի դիվիզիոն եւ T-72 տանկերի խմբականակ։ Եվ հիմա Ռուսաստանում վախենում են, որ այս ամենը կփոխանցվի Ուկրաինային։ Ճիշտ ասած, Ուկրաինան դեռ սովետական տեսակի զինամթերքով մարտնչում է, բայց հիմնականում արդեն անցել ենք նոր զինատեսակներին, այս պատերազմի համար ավելի հարմար, բայց ինչը լինի, եթե իրոք փոխանցվի, միևնույն է օգտակար է, միևնույն է հենց ռուսներին դուրս շպրտելու համար պետք կգա։ Իդեպ Մադուրոյի ձերբակալության ֆոնին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Ուկրաինան հետևողականորեն պաշտպանում է ժողովուրդների ազատ կամքի իրավունքը զերծ բռնապետությունից, ճնշումներից եւ մարդու իրավունքների խախտումներից։ Մադուրոյի վարչակարգը խախտել է այս բոլոր սկզբունքները բոլոր առումներով։ Սիբիգան նշել է, որ ժողովրդավարական երկրները եւ իրավապաշտպան կազմակերպությունները ամբողջ աշխարհում ընդգծում են Մադուրոյի վարչակարգի զանգվածային հանցագործությունները, ինչպես նաև բռնությունը, խոշտանգումները, ճնշումները, բոլոր հիմնարար ազատությունների խախտումը, ձայների գողությունը, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության կործանումը։ Ուկրաինան, ինչպես եւ տասնյակ այլ երկրներ աշխարհի տարբեր մասերում, չճանաչեց Մադուրոյի լեգիտիմությունը կեղծված ընտրություններից եւ ցուցարարների նկատմամբ բռնությունից հետո։ Վենեսուելայի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ապրելու նորմալ կյանքով, անվտանգության, բարեկեցության եւ մարդկային արժանապատվության մեջ, գրում է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ Սիբիգան հավելել է, որ Ուկրաինան այսուհետ եւս կաջակցի վենեսուելացիների նորմալ կյանքի հարգանքի եւ ազատության իրավունքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է վենեսուելացի բռնապետ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալելու ԱՄՆ գործողությանը, Ուկրաինայի նախագահը կատակել է, թե Ամերիկայում գիտեն ինչ անել, ակնարկելով մեկ այլ բռնապետի, ինչպես նկատեցիք եթերի սկզբի սպոյլերից, կան նաև դրական լուրեր ռազմաճակատից, բայց մինչ մեր եթերի այլ թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար։ Դե գիտեք, սոցիալական ցանցերը այլ ալգորիթմներով են աշխատում, սա հեռուստատեսություն չէ։ Հենց դուք եք որոշում ձեր լայքերով եւ եթերները սոցիալական ցանցերում կիսվելով, թե որքան մարդ պետք է նայի եթերը, ինչի համար ձեզ անչափ շնորհակալ եմ։ Հավանաբար Հայաստանում կամ արտերկրում բնակվող որոշ հայերի շրջանակում կլինեն մարդիկ, ովքեր կզարմանան Մադուրոյի ձերբակալության թեմայի հանդեպ մեր հետաքրքրությամբ, շատերին Վենեսուելան կարող է շատ հեռու թվալ, սակայն այստեղ մենք պարզապես հիշեցնենք, որ Հայաստանը, ինչպես եւ Վենեսուելան, ցավոք աշխարհում դեռևս ընկալվում է որպես Ռուսաստանի ազդեցության երկիր։ Այո, ցավոք, որքան էլ դա մեզ դուր չգա, առայժմ դա այդպես է, իսկ Իրանում սկսված անկարգությունները, որը նույնպես դաշինքի մեջ է Կրեմլի հետ, չեն կարող չազդել Հայաստանի վրա, որովհետև Իրանը հարևան երկիր է եւ տրանսպորտային առումով շատ կարեւոր է Հայաստանի համար։ Մեր հայրենիքի առջև կանգնած է կողմնորոշման հարց, ում հետ է Երևանը, Մոսկվայի եւ նրա պարտվող դաշնակիցների, թե արևմուտքի երկրների եւ նրանց դաշնակիցների։ Այստեղ անփորձ դիտորդների մոտ կարող են հարցեր առաջանալ արևմտյան որոշ երկրների, օրինակ Ֆրանսիայի արձագանքի վերաբերյալ Մադուրոյի ձերբակալման առումով, բայց չմոռանանք, որ չնայած նեղ շահերին կան ընդհանուր շահեր եւ ոչ ոք առանձնապես չի առարկի Թրամփի գործողություններին։ Կարող են ինչ-որ ռետորաբանության մեջ ինչ-որ հայտարարություններ օգտագործել, բայց ընդհանուր առմամբ ոչ ոք դեմ չէ։ Հնարավոր են սակարկություններ, թե մենք աչք փակենք ձեր քայլի վրա, իսկ դուք, պարոն Թրամփ, ավելի ուշադիր եղեք Եվրոպայի նկատմամբ, չէ՞ որ մենք այստեղ պատերազմ ունենք։ Բայց սա հենց այն ոլորտն է, որը պետք է նկատել, բայց ծանրությունը չտեղափոխել մեզ վրա, որովհետև Հայաստանը ունի իր խնդիրները եւ կարեւոր է թույլ չտալ այն խոսող գլուխներին, ովքեր ծառայում են երրորդ երկրներին, կրկին մոլորեցնել հայ հասարակությանը։ Այն, որ Հայաստանի սահմանների մոտ իրավիճակը ալիք սրվելու է, ես բազմիցս ասել եմ, այդ թվում ամռանը Իրանի միջուկային օբյեկտների Իսրայելի հարվածների օրերին։ Այսօր Արմեն Չիբողջյանն էլ իր եթերում հիշեցրեց այդ մասին, Արմենն էլ իր հերթին էր զգուշացնում։ Եթե հիշում եք, ես այն ժամանակ ասում էի, որ Մակրոնի պլանը ամենահարմարն է Հայաստանի համար, այն չէր նախատեսում տարածաշրջանի նոր երկրների ներգրավում Իրանի գործերում եւ ենթադրում էր կարգավորում հիմնված միջազգային իրավունքի վրա, ինչը Հայաստանի դերը մի այլ ձևի բարձրացնում էր։ Ցավոք սրտի այն ժամանակ Հայաստանում շատ մեկնաբաններ ընդդիմանում էին այդ գաղափարին, ինչպես եւ ենթադրում էի Մակրոնի պլանը չընդունելը կամ Իրանում իշխանափոխության բացակայությունը բերեց նոր ցնցումների Հայաստանի հարևաններին հակամարտության ներգրավելու վտանգով։ Տեղեկատվությամբ չծանրաբեռնելու համար հակիրճ կձևակերպեմ, Սիրիայում Թուրքիայի ակտիվացումից հետո Իսրայելն անցել է հակահարձակման եւ պաշտպանվում է գոյաբանական սպառնալիքից ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի կողմից։ Իսրայելն այն երկիրը չէ, որ հրաժարվում է ինքնապաշտպանական քայլերից, ուստի միամտություն կլինի կարծել, թե նա կզիջի Թուրքիային կամ Իրանին։ Սովորաբար Իսրայելը վարվում է այսպես, եթե կա սպառնալիք, այն չեզոքացվում է։ Դա ինչ որ մեկին դուր կգա, թե ոչ ոք ոչ մեկին չի հարցնելու, եւ Իսրայելը պաշտպանելու է իր շահերը։ Այստեղ հայ քաղաքական գործիչները պետք է կողմնորոշվեն։ Ում հետ են նրանք, նրանց կողքին, ովքեր միշտ հասնում են իրենց նպատակին, թե նրանց, ովքեր շատ են խոստանում, շատ են խոսում նաև, բայց ոչինչ չեն տալիս, իսկ պարտությունների դեպքում պատճառներ են հորինում, թե ինչու չեն օգնում իրենց իբր դաշնակից երկրներին։ Դե Արցախի օրինակը մեր աչքի առաջ է, մեր Հայաստանի սահմանների օրինակը մեր աչքի առաջ է։ Իրավիճակը գոյաբանական բնույթ ունի ոչ միայն Իսրայելի, այլև Հայաստանի համար, եւ ընտրություն կատարելիս պետք է ամեն ինչ ճիշտ կշռադատել։ Ես անձամբ հուսով եմ, որ ընտրությունը կարվի հօգուտ սեփական շահերի պաշտպանության հաջողված փորձի, այլ ոչ թե հետամնաց վարչակարգերի, ովքեր մեկը մյուսի ետևից փուրն են տալիս իրենց դաշնակիցներին։ Այսօր Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ավիահարված են հասցրել Սիրիայում գտնվող իսլամական պետության զենքի պահեստին, այս ամենը նույն շղթայի մասն է կազմում եւ կարող է կողմնորոշիչ հանդիսանալ մեզ համար, թե ով
ինչ դեր է կատարում տարածաշրջանում։ Ես հասկանում եմ, որ ոչ ոքի համար կոմֆորտ չէ արդեն վաղուց եղած սովորությունները փոխել, բայց մենք ստիպված ենք որոշումներ կայացնել, այլապես որոշումները կկայացնեն մեր փոխարեն եւ նորից մեր կամքի հակառակ։ Այստեղ շատ կարեւոր է լրագրողների եւ վերլուծաբանների դերը։ Ես շատ հաճախ բերել եմ Ուկրաինայի օրինակը։ Ուկրաինայում էլ մարդիկ չէին ուզենա պատերազմի մեջ ներքաշվել, հա, իրենք ապրում էին իրենց կյանքով, ընդունում էին իրենց օրենքները, զարգացնում էին իրենց մշակույթը, ինչպես կարող էին, փորձում էին վերադառնալ իրենց քաղաքակրթություն, այսինքն Եվրոպա, Եվրոպական միություն, փորձում էին ՆԱՏՕ-ի միջոցով ապահովել անվտանգության ոլորտը, բայց տեսակ ինչ եղավ, այսինքն մեր ուզելով չէր, մենք ստիպված եղանք մտնել պատերազմի, ստիպված եղանք եւ այն զարգացումները, որ կան, այն ռազմական զարգացումները, տեխնիկական զարգացումները, որ կան պատերազմի տարիներին, մեր գիտնականները շատ մեծ հաճույքով կանեին այլ ոլորտներում, բայց հիմա ստիպված են անվտանգության ոլորտում անելու։ Ինչևէ, երբեմն նման իրավիճակներում ստեղծվում են գործիքներ ավելի լավ պաշտպանվելու, բայց օրինակը դրա մասին չէր, օրինակը նրա մասին է, որ մենք էլ չէինք ուզենա պատերազմի մեջ ներքաշվել, բայց ստիպված եղանք։ Աստված չանի պատերազմ հասնի Հայաստան, եւ դրա համար պետք է կանխարգելիչ քայլեր արվեն եւ պետք է շատ լուրջ եւ ինքնուրույն քաղաքականություն վարվի։ Գիտեք, ես դրսում ապրելով երբեք խորհուրդներ չեմ տալիս ինչպես վարվել։ Ես մարտահրավերն եմ ներկայացնում, ասում եմ իմ նախասիրությունների մասին, բայց որոշողները, ինչպես միշտ ասել եմ, Հայաստանի Հանրությունն է եւ հուսամ Հայաստանի ղեկավարությունը։ Մադուրոյի տապալումից եւ Ամերիկա տեղափոխելուց հետո Վենեսուելայում բազմամիլիոնանոց ռուսական ներդրումների ճակատագիրը մեղմ ասած անորոշ է մնում։ Այժմ վենեսուելական հանքավայրերի նկատմամբ վերահսկողությունը փաստացի հայտնվել է Թրամփի վարչակազմի ձեռքում։ Ամերիկյան առաջնորդը խստորեն մեղադրել է Վենեսուելայի նավթային ռեսուրսների հափշտակման մեջ։ Մենք կառուցել ենք Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը ամերիկյան տաղանդի, էներգիայի եւ գիտելիքների օգնությամբ, իսկ սոցիալիստական ռեժիմը գողացել է այն մեզանից, ասել է Թրամփը։ Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են վերականգնել երկրի ավերված ենթակառուցվածքները եւ շատ մեծ քանակությամբ նավթ վաճառել, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին շուկաներում։ Կրեմլի համար իրավիճակը վերածում է ոչ միայն գումարներ, այլև քաղաքական դիրքեր կորցնելու։ Եվ մեր աչքի առաջ Ռուսաստանը դիրքեր է կորցնում է ոչ միայն տնտեսության ու քաղաքականության մեջ, այլև ռազմաճակատում։ Մեր տելեգրամյան ալիքի հետևորդները տեսնում են Ուկրաինայի ամենօրյա օդային հարձակումները, որոնք ոչ միայն ապառազմականացնում են Պուտինյան Ռուսաստանը, այլև կաթվածահար են անում լոգիստիկան։ Ռուսական քարոզչությունն արդեն չի կարող ձևացնել, թե Ռուսաստանում պատերազմը չեն զգում եւ չեն նկատում։ Պատերազմը սկսում է ռուսաստանցիներին թելադրել կյանքի նոր ու ոչ լավագույն պայմաններ, նրանք զրկվում են ինտերնետից, սոցիալական ցանցերից, սովորական կենսակերպից, ճանապարհորդություններից եւ պարզապես անվտանգ գոյությունից։ Դե ինչը մենք արդեն ունենք երկար տարիներ, ռուսները սկսում են իրենց վրա զգալ, չնայած վստահ եմ նրանք երբեք չէին սպասում, որ իրենց հետ նման բան կարող է կատարվել, բայց դե Ուկրաինայի վրա հարձակվել պետք չէր։ Իսկ այն մասին, որ Պուտինյան Ռուսաստանի տնտեսությունը ամենօրյա ռեժիմով կորուստներ է կրում, վկայում են հենց իրենք անկախ ռուս տնտեսագետները։ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է կորցնել տեմպերը, անկման նշանները ավելի ակնհայտ են դառնում, թեև Կրեմլը շարունակում է փորձել թաքցնել դրանք։ Հերթական տնտեսական սև կարապի վրա ուշադրություն է հրավիրել անկախ ռուս տնտեսագետ Վիչեսլավ Շիրիայևը։ Ռեցեսիայի հիմնական ցուցիչ է դարձել երկրի ներսում եւ դրանից դուրս ավիափոխադրումների ծավալի նվազումը, ըստ փորձագետի այն իրավիճակում, երբ պաշտոնական վիճակագրությունը աղավաղված է եւ օգտագործվում է որպես քարոզչության տարր, հենց անուղակի ցուցանիշներն են ավելի վառ ցույց տալիս իրական պատկերը։ Ռոսավիացիայի տվյալներով 25 թվականին ռուսական ավիաընկերությունները փոխադրել են 3.1 միլիոնով պակաս ուղևոր, քան նախորդ տարի։ Համաշխարհային տնտեսության մեջ վաղուց արձանագրվել է գայուն կապ ավիափոխադրումների ծավալի եւ հնայի դինամիկայի միջև։ Որքան ակտիվ է զարգանում տնտեսությունը, այնքան շատ մարդիկ եւ ապրանքներ են տեղափոխվում օդային ճանապարհով։ Չնայած Ռուսաստանում երկաթուղին էլ է անկում ապրել, եւ հակառակը թռիչքների կրճատումը արտացոլում է գործարար ակտիվության եւ բնակչության եկամուտների անկում։ Դե հիմա Մոսկվայի եւ Պետերբուրգի երկնքում ավելի շատ ուկրաինական դրոններն են ճախրում, քան ռուսական ինքնաթիռները։ Իդեպ գետնի վրա էլ ռուսները իրենց երկրում այլևս ապահով չեն։ Կրասնոդարի երկրամասի Կորենևսկ քաղաքում պայթյուն է որոտացել ռուսական զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի 8-րդ բանակի 47-րդ հրթիռային բրիգադի տեղակայման վայրի մոտ։ Այս մասին այսօր հունվարի 4-ին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզ
հետախուզության գլխավոր վարչությունը նշվում է, որ պայթյունը տեղի ունեցել դեռևս դեկտեմբերի 26-ին Զորամասի մուտքի մոտ ականապայթյունային վնասվածքի հետևանքով հրդեհվել է ստորաբաժանման անձնակազմը, տեղափոխող ԿԱՄԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքենան։ Հայտնի է, որ ռուս զինծառայողների շրջանում կան կորուստներ։ Ռուսաստանի զինված ուժերի 47-րդ հրթիռային բրիգադի զինվորներն ու սպաները անմիջականորեն ներգրավված են Ուկրաինայի տարածքին հասցված հրթիռային հարվածներում եւ խաղաղ բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործություններում։ Ուկրաինացի ժողովրդի դեմ կատարված յուրաքանչյուր ռազմական հանցագործության համար լինելու է արդար հատուցում, հայտարարել են Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունում։ Դե համաձայն եք, որ ոճրագործները չպետք է հանգիստ ապրեն ոչ միտեղ։ Ցանկացած հանցագործություն պետք է պատժվի, որտեղ էլ լինեն հանցագործները։ Անցնենք ռազմական նորություններին եւ իրադարձություններին։ Ռազմաճակատում վերջին մեկ օրվա ընթացքում տեղի ունեցել 211 մարտական բախում, որոնց ժամանակ Ռուսաստանը կորցրել է եւս 900 օկուպանտ եւ 381 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականների համաձայն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները այսօր առավոտվա դրությամբ կազմել են 1,211,530 զինվորական։ Ահա թե ինչպիսի գին են վճարում պուտինյան խենթության համար ռուսաստանցիները եւ նրանք, ովքեր հավատացել են Պուտինին։ Այսքանով ավարտեմ այսօրվա եթերը, մաղթելով ձեզ խաղաղություն եւ հաջողություն նոր տարում։ Հույս ունեմ, որ կհանդիպենք արդեն վաղը։ Բարով մնաք։